Էսի միլիոնատ տղա արժի։ Այո։ Ոնց եք։ Լավ ենք, լավատես ենք։ Սամվել Կարապետյանն ասում է, ես որ գամ, էլեկտրաէներգիան անվճար եմ սարքելու։ Գիտեք ինչ։ Ավելի լավ չի ինքը գա։ Նախ ինքը չի կարող գալ։ Ինչի։ Մեր երկրի սահմանադրությունը չի թույլ տալիս, որ ինքը գա, արգելում է։ Բայց եթե ինքը տենց երազանքներ ունի, Քաջնազարի երազանքներ, այդ իրա այդ հեքիաթները, այդ երևակայական 300,000-ներից է խոսում բան, հա ժողովուրդը խելքի է եկել, ջոգել է որ այս մարդը ստախոսությամբ, ուրեմն ուրիշ օտար պետության հատուկ ծառայությունների գործակալ լինելով, փորձում է մեր ժողովրդին մոլորեցնել, մանիպուլացնել իրաց լեզվով ասած։ Ուզում եմ ասեմ, այդ խոստումները, որ տալիս է, մինչև անգամ խոստում է տվել, որ եթե ես գամ, Բաքվի գերիներին ազատ եմ արձակելու, տո տղա ջան, այդ Բաքվի գերիներին քո տերը Պուտին, պապատ, ուրեմն փողով վաճառել է թուրքերին, փողով ցուցակը տվել է ռուսների ձեռը, սրան Շահրամանյանին ոնց եղավ որ բաց թողին, որտեղ Շահրամանյանին ցուցակով որոշված էր, որ պետք է բաց թողել։ 300,000 ադրբեջանցիների մասով ինչ կասեք։ Հեքիաթ, բացարձակ հերյուրանք, էլի նորից հիմար մանիպուլացիա, որ էլի այդ նարատիվները Մոսկվայից են գալիս։ Մտցնում են, որ մեր ժողովրդի մեջ իբր վախ ներարգեն։ Էլ չեն հասկանում, որ հայ ժողովրդի գիտագից հատվածը վախը վաղուց հաղթահարել է եւ խելքի է եկել։ Նա ջոգում է, որ ով ինչ է խոսում, եւ այդ խոսույթի հետևում ինչ կա թաքնված։ Այս սուտ խոսալը խո փողով չի։ Հիմա եթե ինքը խոստումներ է տալի դենց, կգամ, ես կանեմ, մենք կանեմ 300,000 աշխատատեղ կբացեմ, բայց եթե չբացեցիչ, մենք ինչ գործիքակազմ ունենք, որ քեզ ասպարեզից դուրս շպրտենք կամ պատասխանատվության կանչենք։ Ուզում եմ ասել, այդ սուտ խոսալը քաղաքականության մեջ քաղաքական կատեգորիա չի, ով ինչ մտքով ասի խոսում է, բայց իր ճանապարհները փակ են, հայ ժողովուրդը չի հանդուրժի, որ օտար երկրա լրտեսները, անազգան հայրենիք թափթփուկները, ուրեմն կան Հայաստանում իշխեն հայ ժողովրդին։ Իրանք մենակ մի բան չեն հասկացել, որ փողը մարդկանց կամ կատարելագործում է կամ դեգրադացնում։ Իրենց Իսկ պարագայով դուք Նիկոլ Փաշինյանին չեք մեղադրում, որ ամեն դեպքում Ռուսաստանում ապրած մարդը եկել է ուզում է մտնի մեր խորհրդարան։ Մեղադրում եմ, որովհետև Ազգային անվտանգության խնդիր չեք տեսնում։ տեսնում եմ, ես դրա համար ասում եմ, որ միշտ այդ քննադատել եմ, որ մինչև այս ընտրության կայանալը ազգային ժողովը իրանք ձեռն էր, չէ։ Իրանք պետք է օրենքներ մշակեին, որ օտար երկրյա լրտեսներին, ուրեմն Հայաստանից 30 տարի բացակայողներին իրավունք չտրվի ընտրությանը մասնակցել։ Սերժին մերժեցինք, հայտնվեցին խորհրդարանում։ Ռոբերտ Քոչարյանը պատասխան պիտի տար մարտի 1-ի հոկտեմբերի 27-ի համար էլի հայտնվեց խորհրդարանում, այդ մասով ինչ կասեք։ Ես այդ եմ ասում, որ Նիկոլ Փաշինյանին ես միշտ մեղադրել եմ, այդ մի հարցում եմ մեղադրում հիմնականում, որ առանձնապես ծանր հանցանքների մեջ թաղված սրիկաներին, անազգան հայրենիք թափթփուկներին խստագույնս չպատժեց։ Դրանք բոլորը պետք է հիմի բանդերում մլնեին։ Մեր ծանր բաներ, ուրեմն շատ մեծ մեղադրանքներով։ Բայց դրանց քանի որ հանցագործին որ դու չես պատժում, ինքը լկտի անում է, ինքն է ուզում քեզ պատժի։ Բայց լավ է ուշ, քան երբեք։ Ես համոզված եմ, որ այս ընտրություններին Փաշինյանը շատ բարձր տոկոսով հաղթելու է եւ այդ նախորդ սխալները ինչ որ թույլ է տվել։ Հիմա պետք է ուղղի այդ սխալները։ Նիկոլ Փաշինյանի ընտրվելու դեպքում ինչա լինելու ու Սամվել Կարապետյանի ընտրվելու դեպքում ինչա լինելու։ Ուրեմն եթե վիրտուալ մտածենք, Սամվել Կարապետյանի ընտրվելու դեպք տեղի չի ունենա։ Ինքը այս ընտրությունների ժամանակ կորցնելու է ոչ միայն իր փողերը, որը իրան դեգրադացրել է։ Իրան փողը չի կատարելա գործել, դեգրադացրել, սարքել է անասուն։ Ուրեմն ինքը եթե հանգարց այդ վիրտուալ մտածենք, ինքը ընտրվելու դեպքում, ուրեմն այս ժողովուրդը ոտքի կկանգնի, իրան ոտերի տակ կճխլի, ոտերի տակ, որտեղ հայ ժողովուրդը ազատաբաղ ժողովուրդ է, հայ ժողովուրդը չի հանդուրժի, որ օտար հատուկ ծառայությունների գործակալը իր գործակալական ցանցով, լրտեսներով, իր փողերով գա հայ ժողովրդին հեծնի ու քշի։ Քոչարյանը, որ ասում է ժամանակին
փեշտանեմ Երևանցիները կմտնեն պատիծագերը, չէ։ Հիմա ոստիկանությունը որ մի հատ փեշտանի, չէ, դրանց այդ փողերի մեջ կորած այդ դեգրադացված սրիկաները մտնելու են պատիծագերը։ Դրանք ոչինչ չեն կարող ձեռնարկել սեր։ Հարցել տամ, նայեք Նարեկ Կարապետյանը ասում է, որ Նիկոլ Փաշինյանը միակ պրոադրբեջանական ուժն է, այդ պահով ինչ կասեք։ Մենակ այդ Նարեկ Կարապետյանին, որ հրապարակում մեր քարտեզը, մեր պետության քարտեզը ճղեց ադրբեջանական ուրեմն մուղամի հնչյունների տակ, մենակ դրա համար դրան պետք է անարգանքի սյունին գամել եւ շատ ծանր մեղադրանքով դատի տալ։ Ուրեմն այդ դրանց ասածները քաղաքական կատեգորիա չեն։ Ընդամենը երկու օր հետո սրանք մգնիկ են դառնալու, մգնիկ, այն որ մի հատ ժողովուրդը խոսք ունի, մգան ծագը փողով են առնելու սրանք, բայց որ փողել չեն ունենալու, շատերը ուզենալու են փախնեն, այս երկրի չեն կարողանալու, որտեղ պետք է պատասխան տանեն իրաց կատարած ծանր հանցանքների համար։ Արարատ Նյուզի կոֆեն հիշում եք։ Ոչ չէ, մեջն էլ հոգի դրած։ Ոչ չէ, շատ ապրես, դու էլ ապրես, շատ ապրես։